Հասակասեն էլ եկավ, պարապ եմ մնացը, պարապաշյան, դե մանդրից էդ մենք դեպի թուրքյո տեղ չէ, քարդաշլարիմ գլխարգեմ, լավնա, բացի տալբերություն կյաց տրամաշ բրոնապատ չի, բրոն ես անում գլխարգետ պարապաշյան, հնա ինչ համնքնել համնքավ, պարապաշյան, լսիլ է, թե սրա մասին հաջորդ տասին, այն ուշկաս տա ծույց տամ, մեր ընգերոջ հայաթն, պարապաշյան, լսի, քու երեխաների մայրը, այդո չնաշխարհիկ գեղեցկություն ունեցող անզուգական հմայք ունեցող Անուլ Հակոբյանը այսօր արդեն տևական ժամանակ խոսում է ոչ բռնությանը, չէ՞։ Ես խոսում եմ Զաոչնի իբր թե Նիկոլ Փաշինյանի հետ, բայց խոսում եմ մեր հայ հանրության հետ, որպեսզի փորձեն մեր հանրությունը փորձի հասկանալ, սրանք ինչ կալիբրի կապիկ անբարոյականներ են։ Անուլիկ Հակոբյանը այսօր հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է մենք սկսում ենք ոչ ընտանեկան բռնությանը ծրագրի շրջանակներում, ինչ առաջին փուլը։ Եվ այդ այսքան տեղը ցիտատ է։ Ես միշտ մոտարապես եմ հիշում, ես նվաստս տկարած չեմ կարող այդ վիդեոներ բերեմ, մարդկանց պես իմ խոսալու ընթացքում ճպցնեմ այդ էկրանի տակի մասը, որ մարդիկ չասեն լկտի մուտի տակ են ես։ Ես դա չեմ կարող անեմ, ես տկար եմ այդ առումով։ Ասма պետք է մենք որոշենք, մենք հետազոտենք, դա ասում է Անուլ Հակոբյանը, թե ինչպես է երեխան դասիրակվում իր տանը, թե ինչու է երեխան ռեսկի զարթնմքնից, խոսքը օրինակ, ինչու է երեխան վախեցած ընտանիքում և մենք պետք է վերջ տանք այդ բռնությանը և ինչ-որ, չգիտեմ էլի, այդ խոսույթին, այդ Աննա Հակոբյանը մեր հզոր կրծքերով վարչապետի տիկինը, չես ճոգում, ում կրծքերն ավելի մեծ, բայց նորմալ է, մենք արդեն սովոր ենք, 8 տարի է ձևաչապը տենում ենք, մեկը որնակ հորեմ, մեկն էլ օջիլն հանեմ չտսնեմ, մեր այդ Անուլիկ Հակոբյանն ասում է պետք է ընտանեկան բռնությունը կասեցնենք, հիմի ուզում եմ Զաոչնի ձևաչափով, քանի որ խոսքի ազատություն և դեմոկրատիա է, խոսամ քո նման Սորոսաբջի հետ, դու 2020 թվականի պատերազմից հետո մեծընճենջ, մազալ չկա գլխիս կոնեմ այդ օջիլ հանեմ չտսնեմ էլի, որ հասկանալ ում մասին է խոսքը, դա բփրեջ է, ճենջը, որ տարին քանի, չգիտես, քանի անգամած սաներ մտնեմ մազերի մեջ, դու կանգնած լինելով Սյունիքում, ասեցիր մենք ազգովի ունեցել ենք 11,000 դավաճան, մարդիկ խուսափել են պատերազմ գնալուց, բայց քո ողորմելի ասի, ազնվատոհմիկ, մեծ ծծերով, ամուսնյակը, ամուսին, յանի, ասում էր վայենկամատներից մարդկանց հետ ղրգեք, մեզի կրվող պետ չի, այն թութակի անեկդոտի պես, մեզի բմբուլ պետ չի, չէ, հա, հիմի դու խոսում ես, որ պետք է մենք դուք, յանի դու, որպես մեծ ընճենջ, օջիլը, ականջի կեղտի ինչպես ոնց էիր հանում, Անուլ Հակոբյան քո հետ եմ է, չկա էլի որ հանեմ, ասենք վատնի է պալочки, մաքրում ես, դնում ես կցվես են, շպրտում ես, էդի տարական գիգիենա է, չնած ոման, բոզի թորը ինձ վաղտին անվանում էր փնթի, ոչինչ, նորմալ է, այդ մարդու կյանքել, այդ մարդուն բան չեմ ուզում ասեմ, թո գնա ինքի քաղաքագետ է, վերջը, Անուլ Հակոբյան, դու կանգնած լինելով Սյունիքում ասեցիր, որ մենք ազգովի ունեցել ենք 11,000 դավաճան, ես նվաստս տկարած ճիշտ եմ հիշում, պարոն Փաշյան գլխակս լավնա, ճիշտ եմ հիշում, չէ, հիմի ուզում եմ հարց տամ քո նման հեցախորոփին, հեցի տնօրենախորոփին, պուպուլիկա խորոփ, էլի, երբ որ դու քո ամուսնու հետ միաժամանակ Արցախում հրահրեցիր պատերազմ, բերում եմ հասարակ արդիական օրինակ, որ մարդը նույնիսկ, կրկնում եմ, դբրոց գնացած չլնի, մանգապարտեզից իրան սենց վերցածել են շպրտեն դուս, ասեն քո ուղեղը չի երիքım, կաս մանգամսուր, ճաշիկ ուտես,
Գոնե հասկանա ինչ եմ ասում ես։ Երբ որ դու քո ամուսնու հետ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Զրոյացնելով ողջ բանակցային փաթեթը, քո շիզոֆրենիկ հոգեկան հիվանդը, ով ինքը լինելով կզած, բայց ասում է կզացնելու են բոլորին։ Ալիևի քուտիկետ է։ Հրահրեցիք պատերազմ։ Կարաս մի հատ հուշես հանրությանը մեծն ագարկայի ուզում ասեի, մեծն առաջին տիկին։ Քանի երեխա քո նշած երեխաներից կադրերը համացանցում կան։ Քանի երեխա, անչափահաս երեխա, որ դու խոսում ես ոչ բռնությանը։ Լրի լուրջ եմ խոսում, չեմ ուզում հումորի վերածեմ այս պահը։ Իրա հոր, հորողբոր, իրա ծնողի դագաղը գրգած, աղիողորում լացերել եմ դագաղին փաթաթված։ Հարց։ Դու ուզում ես ասես, որ ուզում ես վերացնես ցավը, ցավ բերողը չի կարամ ցավ վերացնի։ Ցավը վերացնում է դեղամիջոցը, ժամանակը։ Խոսքի օրինակ, ժամանակը բուժում է որոշակի վերքեր, եթե դրանք խորը արմատներ չեն ձգել քո հոգու, քո մտածելակերպի, քո սրտի մեջ, չէ՞։ Դու ասում ես երեխաները ռեսկի քնի զարթնում են, դա ընտանեկան բռնության արդյունք է։ Ուսում քեզ ընդամենը մեկ այդ հարցը տվի, քանի հազար երեխա փաթաթվավ իր ծնողի դագաղին, 8 հատ տախտակ, 32 հատ մեղ։ Հրաժեշտ տվեց իր ծնողին, բայց ինքը իր ծնողի հետ պիտի շփվեր բավականին երկար ժամանակ։ Ապրեր, ուրախանար իր ծնողով, ուրախացներ իր ծնողին, եւ դու հազարավոր, դու եւ քո ողորմելի շիզոֆրենիկը հազարավոր հայ երեխաների դարձեցիք հոգեպես կոտրված, ջարդված եւ, չգիտեմ, այնպես մի հատ հոգեկան տրավմա տվեցիք այդ երեխեքին, հա? Այդ մատաղ սերնդին, որ այդ երեխեքի հետ վերքը չի լավանալու։ Ժամանակի ընթացքում միգուցե մեղմանա, բայց չի լավանալու։ Հարցի այդ նույն հարցի թեմատիկայի մեջ երկրորդ կողմը։ Մի քանի հազար երեխա մեծագույն պոռնիկը գրական բառ է։ Նայելով իրանց աղբոր, իրանց հորողբոր տղու, իրանց քեռու տղու մարմնի կառուցվածքին, որտեղ չկա ձեռք, որտեղ չկա ոտք, որտեղ, չգիտեմ, հաշմանդամ են այդ տղեկը, բայց ընդամենը իրանք ապրել են իրանց գիտակցական կյանքի 18 կամ 23 տարին, հելևոր։ Ինչ են զգում այդ երեխեքը, այդ երեխեքը հոգեպես կոտրվում են, թե չէ, մեծարգո պոռնիկ, հա? Լավ, ցինիկությունը պետք է ունենա սահման ձեր մոտ, թե չէ։ Հասարակ հարց քո նման մեծն պոռնիկա զավռին։ Այսինքն, բերեմ երրորդ օրինակը։ Ես տեքստեր չեմ գրեմ, ես ինչ հիշում եմ, խոսում եմ։ Երբ որ քո նման պոռնիկացինը կանգնած մոռացած եմ 18+, այ մարդ, բայց մարդիկ արդեն սովորացել են։ Կանգնած լինելով Սյունիքում, հա, Սյունիքում ասեց, որ մենք ունեցել ենք 11000 դավաճան։ Բայց պատերազմի ընթացքում, երբ որ իրանց ծնողի, իրանց հարազատի մարմինը բերում հուղարկավորում էին, կամ հարազատի մի փոքր մասունքը, բերում հուղարկավորում էին որպես հայրենիքի համար կյանք, առողջություն եւ մարմնի մի հատված, հաշմանդամներին նկատի ունեմ, 1000 ներողություն այդ տղեկից, հայրենիքին նվիրած հերոս, ովքեր քո ամուսնու չէ, քո յոբրի, ուղիղ հրամանով 1 տարի առաջ զորացրված տղեկին կանչեց, ուղարկեց մասաղացի բերան, չէ։ Հմի նայի որնա, լսի պոռնիկ, այդ տղեկին ուղարկելով մսաղացի բերան, բերելով թաղելով, հուղարկավորելով, սառը հողը գրգին պարկան, դու քո աշոցիկի հետ, որ ինչ-որ դերասան, ռեժիսոր, ասել է Աննա Հակոբյան, թուլնավ մեջդ, ասել ես օքեյ, աշոցիկի հետ նկարները կա, նստացիր կառավարական զինվորական բունկերում, Ստեփանակերտում, ովքեր, որը քո ամուսնու հոգեհարազատ զեմլյակները ասում են խենքենդի են ասամ, խանքենդի են ասամ։ Ատենց էլի, նկարները կա, դու, Ավինյան Տիգրանը,
աշոցիկը, ելով կար։ Խեռախորոպների կուտոկով, նստած էիք բունկերում զինվորական։ Այդ մարդկանց այդ տղեկին բերելով, հանձնելով սառը հողին, խոսքի օրինակ, չէ՞։ Իրանց հուղարկավորել են որպես ազգի հերոս։ Էսի հարցի երրորդ կետն է։ Հմինայ, քո նման պորնիկացինի ասացից հետո չի լինեմ Նիկոլ Փաշինյան, քանի դու չետաս մեր ժողովրդի մեջ ես կեղտոտ բառապաշարը, որը կոնկրետ ես օգտագործում եմ, չի վերանալու։ Քանի որ քո նման վիժվածքը խոսում է էթիկայից եւ էսթետիկայից, բայց կանգնելով ազգային ժողովի ամբիոնի մոտ ասել է կզասնելու եմ, փագելու եմ, գրփելու եմ, չրփելու եմ։ Դու այլանդակության մարմնացում ես, քո կնգա հետ։ Կնիկ, քածի։ Երբ որ այդ մարդկանց տղեկին հուղարկավորում են որպես հերոս, բերեցին, սաղ սալա ժիվո ուղարկել են բանակ, բերին մարմինը տվին, ասին կներեք, զոհվել է։ Չէ՞։ Իսկ քո խոսույթից հետո, երբ որ ասում ես մենք ունեցել ենք 11,000 դավաճան, դու ինչ հոգեկան տրավմա ես պատճառում բոլոր են զոհված զինծառայողների տղեկի երեխեքին, ովքեր իրանց ծնողներին հուղարկավորել են որպես հերոս։ Դու փաստացի ասում ես, որ իրանց մի մասը եւ միգուցե եղել է դավաճան։ Դու փաստացի ասում ես, դու ստիպում ես նախապես քո խոսույթով, որ հայը ատի հային, որ նույն գյուղի մեջ ապրում է 200 ընտանիք, որից 50-ը զոհ է ունեցել։ Այն 150 ընտանիքի տղամարդկանց ատեն եւ որպես դավաճան նայեն 50 զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Մտածելով, որ նրանք դավաճան են, նրանք չեն գնացել ռազմաճակատ։ Իսկ ինչ դվայնոյ խաղ ես խաղում։ Հե՞։ Լավ դու չես զզվե, այ փողոցային պուտանկա։ Այմար ճշմարտությունն ասել է մի քիչ կոպիտ բառամթերքով, որը ես չեմ արդարացնում, բայց ձեր պարագայում դա կոմպլիմենտ է։ Ձեզ ասել պորնիկ, ագարկա։ Հասարակարդ, դու խոսում ես ընտանիքից, որը սրբություն է հայի համար, չէ՞։ Ճիշտ է։ Հայի համար ընտանիքը սրբություն է։ Խոսում ես ընտանեկան արժեքներից։ Ճիշտ է։ Հիմի հարց. դու Նիկոլ Փաշինյանի հետ ընտանիք ես թե ոչ։ Եթե այո, ուր է ձեր ԶԱԳՍ-ի վկայականը։ Գարկեք։ Երկրորդ հարցը կապված ընտանեկան արժեքների հետ։ Քո հոր անունը ի՞նչ է։ Նիկոլ Փաշինյան, քո երեխաների մոր։ Այմարդ քո աները ով է։ Աննա Հակոբյան հերը ով է։ Հասարակ հարց։ Պապա ով է։ Father, papa, չգիտեմ, ֆրանսերեն ոնց է, դե papa երևի, չգիտեմ, ես ֆրանսեն չգիտեմ։ Father, անգլերեն գիտեմ, father։ Հե՞։ Մարդունը ակցենտով խերն, քու խերն ով է։ Աղջիկ ջան, աղջիկ էլ ասում եմ, գնջի։ Այ բոմժ, հերը ով է։ Դու խոսում ես ընտանեկան արժեքներից։ Հիմա ես իրավունք ունեմ մտածեմ, եթե դու մինչև հիմա հայ հանրությունից պահում ես գաղտնի թե քո հերը ով է, նշանակում է կոնկրետ դու հանդիսանում ես ընտանեկան բռնության զոհ։ Հա։ Քո պապան, որը հանդիսացել է, հանդիսանում է Կարլ Մարքս Էնգելսյան գաղափարախոսության ինչ-որ մի հատ ջատագով։ Նայում ես դեմքին, ոնց որ են պետեկայով տելևիզորներից լինի։ Քառակուսի։ Այն որ այդ մեր դիվանու տակը մատորեիր դնեմ, այդ մեր պուլտով, դիվանով այդ մեր բանի տելևիզորի մոտ հեռուստացույցի պետեկանս տտ ֆրցնում էի, գալիս էր դիվանով էլիս ես նայում էր, պետեկայով տելևիզոր։ Հա։ Հիմի հարց, երբ որ քո գենետիկ հայրը, դու խոսում ես ընտանիքից, ընտանեկան արժեքներից։ Հիմա ես փորձում եմ հասկանամ ով ես դու։ Ոչ թե հասկանամ, այլ մի գիտեղ էլ հասկացնեմ։ Շատ ու շատ մարդիկ հասկանում են։ Քո կենսաբանական հայրը Կարլ Մարքսիստ, Եսիմինջյանը։ Это իրա վարունգ, խոսքի օրինակ, վարունգ։ Եկել ասել է Աննա Հակոբյանի մամա։ Ես կուզեմ իմ վարունգն բազմանա։
Ես կուզեմ ունենամ սերունդ։ Խոսքի օրինակ։ Քու ջհուդ մորից։ Քու մեր ասելա չուզերեմ։ Ջուզեմ, ես կուզեմ կույս մնամ։ Ջուզեմ, ամեր հերու տարընձնից էտա վարում գնե։ Հետո ասելա ոտերս բացերեմ, համեցեք։ Աբայուդնի երևի, ալի։ Կարող է բռնաբարության արդյունք ես դու, Աննա Հակոբյան։ Աբայուդնի էլ է սեքսն։ Չնայած որ նայում եմ այդ քո գենետիկ հոր դեմքին, այդ կար մարքսիստական գաղափարախոսության այդ պետեկայով տելևիզիոն դեմքին, ես վստահ եմ, որ ընդ բռնաբարության հոդված հաստատ չկա։ Այդ մարդը դուղ չի ունեցել, քու մորն զորով տիրանա։ Հələ մի հարց է, եթե բռնաբարության հոդվածը լինի։ Մեր էտա բռնաբարը այդ մարդուն։ Թե այդ մարդը մորդ։ Հասարակ հարց։ Կամ երբ որ մեր գերագույն վարչապետ հանդիսացող Ոմն Բոզացինը եկելա էսա իրա պստիկ էս ասած մատ նկար կա Facebook-ում, չէ՞ շուտվանից հրապարակել եմ քլնգին էջս։ Եկելա ասել Աննա Հակոբյան, կուզեմ ին վարունգն ջրեմ։ Խոսքի օրինակ։ Դու ասել ես Նիկոլ համաձայն եմ, բայց մեր ամուսնությունը չեն գրանցելու։ Ինչի՞։ Էսա վարունգն ձեռ չեր տալամ քեզի։ Հա? Անուլ Հակոբյան քու խեդն եմ, գարկա։ Ես կասկնա, որ Աշոտ Կարապետյանի ջիպի մեջ դու ես մալ վարունգներ ես տեսել, որոնք օգտագործել են քո բոլոր, չգիտեմ, խողովակատար խորոշներից։ Դա մարդը, երեխեքիդ հերը գաղութում էր, պատի մի ձև ատրաբոտը տանեիր։ Ուզում եմ հասկանամ, ձեր նման վերջացած, հասած սահմանագծին, են, որ ասմա, այ մարդ, ես մարդն պրծել է, սրան ինչ ասես, վերջացած ագարկեք է, իսկ քո մարդը այսես մի հատ չունգուլիկով Ալիևի շուննա։ Ես չեմ ուզում, իմ երկրի ղեկավարը լինի Ալիևի քութիկը, այ ագարկա։ Մարդուդ վեկալ, իդիցե նախույ, հասարակ օրինակ, դու միլիարդներ ունես կուտակած, քո եղբայրը, Հրաչուհի Հակոբյանը, շատ շուտ ասել եմ, մի հատ էլ կրկնեմ, ինչպես ասում են, Պավտարենիա твою мать, այտենց էր, գիտությունը կրկնության մայրն էր, այտենց են ասում։ Երբ որ գնացել էր ամենատեղ, Հրաչուհի Հակոբյանը, էլի որ իր գլխի մազերն ու ներքևի այդ պախվի զոնայի մազերը չտարբերվի իրարից։ Նույն անգուրինն է։ Գնացել էր ամենատեղ տուն առնելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է, «Ինչի ես միլիոնատեր չեմ»։ Նիկոլ Փաշինյան, քանի միլիարդ դոլար ունես կուտակած օֆշորային հաշիվներում, խափում ես դու ունես կուտակած, Արցախ ես ծախե, քո որոշակի գրպանային գեներալների միջոցով Լաչին ես ծախե, Բերձոր, քո որոշակի գրպանային գեներալների միջոցով Աղավնո ես ծախե, Բերձոր ես ծախե, բայց դրա փողերն ուր ուզում ես ասես քեզ փայ չի հասե։ Ոնց քեզ փայ չի հասե։ Հասարակ հարց։ Այն որ դիպլոմատով ընկած դոլարներ էին բաժանում ժողովրդին, ասում էին հելեք ձեր տներից։ Աղավնոյում, Բերձորում։ Դու ասում էիր Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան գնա այդ փաչեկի տարանքը լվա, հեսա պարո Փաշյանը գա, ինքը լեզվանի է, լեզվանություն շատ ասիլեմ, կտաս բերանը։ Դու ասում էիր Արցախը Հայաստանն է։ Եթե Արցախի մաս հանդիսացող մայր Հայաստանը Արցախի հետ կապող ճանապարհը դիպլոմատով մարդիկ X ես ընդ դեմ չէի տենեմ։ Բացարձակ չէի ճանաչում ովքեր են։ Քայլում էին համընթաց քամում եւ գերող թուղթու գիր գավերես։ Փորձում էին համոզեին, որ դուս եկեք ձեր տներից։ Բայց այդ մարդկանց չի դատի չես տալամ Նիկոլ Փաշինյան։ Քիչ ես ասում Բերձոր, Աղավնո, SNN, Ալիևի կնգացանության օրը դու նվեր տվեցիր Ադրբեջանին։ Հա։ Քիչ ես կանչում քննչական կոմիտե։ Դա կոռուպցիա է թե կոռուպցիա չի։ Հայրենիքի վաճառքը դա կոռուպցիա է թե դավաճանություն։ Հա։ Եթե Արցախը, Բերձորը, Աղավնոն, Սուս գյուղերը Հայաստան չէին, հայկական հողեր չէին։ Այդից գալիս է տրամաբանական երկրորդ հարցը։ Դու քո
իբր թե քո տղուն խեյր ղրգում Արցախ 20 թվի պատերազմի ժամանակ ընչի իր կոչով հանդես գալի կովի կրծքերով բրոնժերետը հակդ ասում էիր մի տարի առաջ զորացրվածներին ասում եմ եկեք գնացեք մասաղացի բերան խեյր ուղարկում այդ հարցերը քեզ ընդդիմությունը չի տա քանի որ ընդդիմությունը ձևակերպել է այո ոչ իսկույն եւ այդ ձևաչափը քանի որ ընդդիմությունը փորձում է ցույց տա որ սմատրիցը մենք ներկայանում ենք որպես շուշական ֆետ բայց դա մենք Ռաֆայելո ենք այնտեղ Ռաֆայելո չկա Ռաֆայելո գոյություն չունի ինձ ինձ մաքսիմում ճճլիկ ծածովի շուշական ֆետների հավաքածու է որտեվ եթե դե գոնե 3-4 հոգի նորմալ մարդ լինեին հայ ով կունենար հայկական մտածելակերպ հայեցի մտածելակերպ գետար կասեր հələ մի րոպե խոսափողը տվել եք ինձ ես ունեմ 5 րոպե 10 րոպե 7 րոպե 3 րոպե հələ արի ես հարցերին պատասխանի առանց հիստերիայի բայց չէ եվրոպական ինտեգրում եվրոպական եվրո թոշակ ստանալու համար հայրենիք եք ծախում հե Արա չեք սիրեմ ռսին, ռադզի բոգը, աստծու սիրուն, մի սիրեք։ Լավ, չեմ սիրում ես են իմ կողի հարևանին, որտև գիտեմ, անձնագրային, տեսել եմ էլի այդ դոկումենտն, պեչատով, բոսի վաստակա։ Կստացի են էլա ջհուդ։ Բայց ես խիեմ եք ալի մտնեմ այս հարևանի փաչեքի արանքը, երբ որ ես հարևանը 15 թվին 6 միլիոն հայ ցեղասպան է։ Ես խեմ գալի մտնեմ այս հարևանի փաչեքի արանքը անվանելով նրան խաղաղասեր երբ որ այս հարևանը Արցախում պապիկ էր մորթում երեք ազգային ժողով Նիկոլ Փաշինյանը ասում է մեզ ոչ մի խաղաղապահ պետք չի Okay ամենալավ խաղաղապահները դա Հայաստանի հայությունն է եւ Ադրբեջանի բնակչությունը Դու ում նկատի ունես ամենալավ խաղաղապահ ասելով Ռամիլ Սաֆարովա նմաններին հա Արցախում պապիկ մորթողներին Կարմիր շուկայի թաղավարտ գյուղում սպանդ կազմակերպողներին հա ում նկատի ունես խաղաղապահ ասելով հասարակ հարց բայց մարդիկ ծափ են տալի մարդիկ ինքնամոռատ այսպես Սա հարևանեք խույվոր են, այսպես ծապ են տալի, կասեն գժվավ, ես էլ գժվավ, հեսա կանչեն, տանեն գժանոց, որտև էլ թրել է, չկա, շարիկն է սաղ թապել է ներվեիցս, ընչի վրա եք ծապ տալի, ազգային ժողովում նստած ընդիմադիր թև, կոնկրետ ընդիմադիր թև, դուք ընես մտածում եք, դուք դի մտնեիք ազգային ժողով, դարնայիք անձեռնամխելի, ձեզ ոչ մեկի չքննադատ է, Մի հատ քֆուր չեմ անամ ձեր հասեին, չէ, բայց ասում եմ դուք մտել եք ազգային ժողով, որպես ինչ, որպես ով, որ սպասարկեք Նիկոլ Փաշինյանի օրակարգը, որ Նիկոլ Փաշինյանին, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է ողջույն բոզի տղա խոսքին համարժեք անհատականություն, դիմեք պարոն Փաշինյանով, հա, իմ ծննդավայրը Մի ստորագրությամբ Թուրքի տարածք ճանաչողին դիմեք պարոն Փաշինյանով, բա հիմա այդքանով հանդերձ։ Ես ունեմ, թե չունեմ բարոյական իրավունք, Նիկոլի հետ հավասար հանվեմ, ոնց եմ հանվեմ լարեմ Նիկոլի հետևից, նույն ձևաչափով լարեմ ձեր հետևից։ Ցերեկն ասել եմ, մի հատ էլ հիմա կկրկնեմ, բայց մարդիկ գրում էին կապը լավը չի։ Կամ դուք փոխում եք ձեր ձևաչափը, ձևական չէ, կամ դուք հստակ դիրքորոշում եք արտահայտում, ուժեղ Հայաստան, Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան և մի շարք այլ տնգլամկներ, հստակ դիրքորոշում եք բռնեմ, որ Նիկոլ Փաշինյան, կամ դու հետ ես կանգնեմ քո ազգակործան պետական ծրագրից, որը գրել ես դու որպես թուրքի դեսպան բոզի տղա։ Կամ դուք հասնում եք դրան, որ ինքը չեղարկում է այդ ծրագիրը, կամ դուք հասնում եք դրան, որ հասնում եք նաև նրան, որ ինքը ներողություն է խնդրում եկեղեցին Չուլան անվանելու համար, կամ մենք իրարից չենք նեղանում։
որտեվ մի քանի օր կնայեմ այդ նիստերը, կփորձեմ հասկանալ ձեր մեջ արդեն որպես ծրագրավորող ներարկված ծրագրի բուն բովանդակությունը։ Եթե չեղավ բովանդակության հստակ 170 աստիճան շրջադարձ, մենք իրարից չենք նեղանա։ Ու ոչ էլ ինձ փորձի նեղանային որևէ Facebook-յան ընկեր։ Ուզում եք նեղացեք։ Իմ համար ոչ տաքա, ոչ էլ սառը։ Որտեվ ձեր նեղանալ չնեղանալու արդյունքում ես չեմ պատրաստվում ուրանամ իմ ծննդավայրը։ Ձեր նեղանալ չնեղանալու արդյունքում ես չեմ պատրաստվում հանգիստնայեմ ոնց այն եկեղեցին Չուլան անվանող բոզի տղուն դիմեմ պարոն Փաշինյանով։ Այ որ մի քիչ փորձեք ինքնասիրության գործոնը ձեր մեջ ավելի շատ արթնացնեք, կհասկանաք ինչ եմ ասում։ Երևի այսքանը։